Argo Realty-ի նոր ու տարբերվող նախագիծն առինջում է 15,000 քառակուսի մետրի վրա 479 ընտանիքի համար 6 հարկանի 6 շենք է կառուցվելու հագեցած բոլոր ենթակառուցվածքներով։ Վերելք բնակելի թաղամասի յուրաքանչյուր շենք 2 առանձին մուտք է ունենալու 2 առանձին վերելակներով։ Նախագծի շինթույլտվությունն արդեն տրված է, գործում է եկամտային հարկի վերադարձի ծրագիրը։ Վերելքում բնակարան ձեռք բերել հնարավոր է 1 քառակուսի մետրը սկսած 350,000 դրամից, ընդ որում ամենափոքր 2 սենյականոց բնակարանը 41 քառակուսի մետր է, իսկ ամենամեծ 3 սենյականոցը 107 քառակուսի մետր։ Նախագծի ֆինանսական գործընկերն Ամերիա բանկն է։ Տարաժամկետ վճարման բացառիկ պայմաններ է առաջարկում Նյուերա բնակելի համալիրը։ Նոր-նորքի 4-րդ զանգվածում կառուցվող այս նախագիծը պատրաստ է լինելու 2026-ին, բայց կառուցապատող Նյուերա ընկերությունն առաջարկում է վճարումներն անել մինչև 6 տարում։ Որքան մեծ է կանխավճարը, այնքան ավելի երկար է վճարման ժամկետը։ 1 քառակուսի մետրը 370,000 դրամ մեկնարկային արժեքով շտապեք Նյուերայում ընտրել ձեր 2, 3 կամ 4 սենյականոց բնակարանը։ Բնակելի համալիրի 3 ստորգետնյա հարկերում կայանելու է 219 ավտոմեքենա, իսկ 3 մուտքերի առաջին հարկերում հասարակական տարածքներ են լինելու, որ կարող եք դարձնել սուպերմարկետ, խանութ, դեղատուն եւ այլ ենթակառուցվածքներ։ Դավթաշենի 4-րդ թաղամասում կառուցվող Double Towers բնակելի համալիրում շարունակվում են տիպային հարկերի կառուցման աշխատանքները։ Դեմ դիմաց կառուցվում է 12 հարկանի 2 շենքեր։ Ամբողջ համալիրի տեսքն արդեն ուրվագծվում է։ Կառուցապատողը Pavilion Group-ն է, շինարարը Builder-ը։ Գործի վարպետներ են աշխատում այս շինհրապարակում։ Համալիրի 2 ստորգետնյա հարկերում 156 մեքենա է կայանելու։ Ընտրելով 4 սենյականոց բնակարան, ավտոհանգրվանը կստանաք նվեր։ Կառավարության հավանությանն է արժանացել նաև Double Towers-ի հարևանությամբ Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի կառուցման նախագիծը, իսկ դա նշանակում է նոր ենթակառուցվածքի առկայություն։ Double Towers-ը նախատեսվում է շահագործման հանձնել 2026-ի երկրորդ կեսին։ Դրսում բնակելի թաղամասում մայիսի 3-ը բաց դռների օր է։ Կառուցապատող Ման Invest Group-ը ներկա ու ապագա բոլոր գնորդներին հրավիրում է շինհրապարակ ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Ընդ որում, առաջին մասնաշենքի գնորդները հնարավորություն են ունենալու մտնելու նաև իրենց բնակարանը։ Քաղաքից դուրս, բայց քաղաքին շատ մոտ Քանաքեռավանում կառուցվող այս յուրօրինակ թաղամասի հիմքում բարեկեցիկ կյանքի ապահովումն է։ Այնպիսի ենթակառուցվածքների ստեղծումը, որոնք բնակիչներին հնարավորություն կտան արժանապատիվ կյանքով ապրել։ Դրսում բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամասում 1 քառակուսի մետրի արժեքը սկսվում է 360,000 դրամից։ Եկամտային հարկի վերադարձի ծրագրով վարկավորումը հնարավոր է Էվոկա բանկի միջոցով։ Ընդամենը 5 հարկ, ընդամենը 80 բնակարան։ Ավրորա բնակելի համալիրը շինարարության ակտիվ փուլում է։ Նոր Քմարաշում Գարեգին Հովսեփյան 22/29 հասցեում կառուցվող այս նախագիծը շարունակում է մեծ հետաքրքրություն վայելել։ Այս ամենին նպաստում է մի կողմից համալիրի ֆանտաստիկ ճարտարապետությունը, մայրաքաղաքի նկատմամբ գերիշխող դիրքն իր տեսարանով, մյուս կողմից բնակարանների գրագետ նախագծումը։ Կառուցապատող Ասաշին ընկերությունն առաջարկում է Ավրորայում բնակարան ձեռք բերել 30% կանխավճարով, 50%-ը վճարել մինչև շենքի կառուցումը եւ 20%-ը բնակարանը ձեռք բերել, իսկ հիփոթեկային տարբերակն ընտրելու դեպքում վարկավորումը կիրականացվի Ամերիա բանկի միջոցով։ 1 քառակուսի մետրի արժեքը սկսվում է 620,000 դրամից։ Աջափնյակում կառուցված Հալաբյան 75/1 բնակելի համալիրում փոխանցման ակտերի ստորագրման գործընթացը մոտենում է ավարտին։ Բնակիչների 95%-ն արդեն ունեն սեփականության վկայականներ։ Բնակիչների մեծ մասն արդեն ապրում է այս նորավոճ համալիրում, մյուսները վերանորոգում են իրենց բնակարանները։ Շենքի բակում երեխաների անվտանգությունն ապահովելու համար ճանապարհի եզրերին կայանումը մայիսի 1-ից արգելվելու է։ Հալաբյան 75/1-ում բոլոր 256 բնակարանները վաճառված են։ Առկա են միայն ավտոկայանատեղիներ։ -1-ում արժեքը 6 միլիոն դրամ է, -2-ում 5,500,000 դրամ եւ -3-ում 5 միլիոն դրամ։ Մինչև հունիսի 1-ը ձեռք բերելու դեպքում գործում է 10% զեղչ։ Հալաբյան 75/1-ը 3 ընկերությունների Argo Realty-ի, MSQ-ի եւ Capital Build-ի համատեղ նախագիծն է, որը 2.5 տարում կառուցվեց եւ հանձնվեց բնակիչներին։
Երևանից դուրս Զովունիում կառուցվող ամենամեծ թաղամասը Զովերը մինչև տարեվերջ ամբողջությամբ պատրաստ կլինի։ Լայն թափով շարունակվում է գնորդների հետ փոխանցման ակտերի ստորագրման գործընթացը։ Բնակիչների մեծ մասն արդեն վերանորոգում է իրենց բնակարանները, որոշ մասնաշենքերում շինարարական աշխատանքները շարունակվում են, դրանք մի քանի ամսում կավարտվեն։ Զովերի կառուցումը մեկնարկել էր 2021-ին։ 4 տարում Մագնոլիա Կոմֆորտ ընկերությունը շուրջ 1000 ընտանիքի համար 13 շենք կառուցեց, ամբողջ թաղամասի համար ապահովելով անհրաժեշտ ենթակառուցվածքներ։ Գնորդների 85%-ն օգտվել է եկամտային հարկի վերադարձի ծրագրից, մյուսներն էլ ընտրել են տարաժամկետ վճարման տարբերակը։